Պատվարժան դատարան մինչև այս հարցի քննարկման անցնել է, մենք ունեցել ենք երկու դատական նիստ, որից մեկը արտահերթ է նշանակվել, մեկը նշանակված է եղել, որին չի կարողացել մասնակցել պարոն Ղուկասյանը եւ առաջին նիստը, որը եղել է այն պատճառով, որ պարոն Ղուկասյանը ունեցել է առողջական խնդիրներ։ Հիմա տեսեք, առողջական խնդիրների հետ կապված հարցը, թեպետ դուք դատական նիստում ինչ-որ քննարկում եք անցկացրել, բայց գտել եք, որ արժանահավատ չէ եւ ինչ-որ գրություն եք ընթերցել, որի մեջ չի եղել որևիցե բժշկի կողմից հավաստում կամ ինչ-որ մի ապացույց, որը կտրամադրեր բժիշկը, ով գտնվել է այդ ժամանակ, միգուցե եւ գտնվել է, բայց ես նման բժիշկ չգիտեմ, որ առկա է քրեակատարողական հիմնարկում Երևան կենտրոնում եւ գտել եք, որ արժանահավատ չէ պարոն Ղուկասյանի դիմումը ձեզ, առ այն, որ նախնդիրներ ունի, այդ պատճառով չի կարող մասնակցել դատական նիստին եւ արժանահավատ եք համարել ինչ-որ գրություն ոստիկանների կողմից կազմված եւ ինչ-որ մի պաշտոնյայի կողմից ստորագրված։ Եվ դրանից հետո դուք որոշում եք կայացրել վերման ենթարկելու պարոն Ղուկասյանին եւ այդ գործողությունը ըստ էության կատարվել է, բայց չեք ապահովել դատական նիստերի բնականոն ընթացքը, ուղղակի պարոն Ղուկասյանը եկել է այստեղ, ոչ թե վերման ենթարկելով, այլ կալանքի տակ գտնվող մարդուն հարկադրաբար դատարան ներկայացնելը դա էլ է ինչ-որ աբսուրդային, այնուամենայնիվ այստեղ դատարանի նկուղում ուղղակի հակահիգիենիկ վիճակ է, ես չգիտեմ դուք ընդեղ իջնում եք, չեք իջնում, լինում եք այդտեղ չեք լինում, բայց գարշահոտը տուալետի ուղղակի կիլոմետրերից փչում է եւ այդ նկուղում պահվում են կալանավորները, այդում նաեւ գտնվել է պարոն Ղուկասյանը։ Բերել են, հետո հետ են ուղեկցել նորից մեկուսարան։ Հիմա ես ճիշտ ասած ծանոթանալով ձեր կողմից կատարված հայտարարության հետ, այդպիսի տպավորություն եմ ստացել, որ դուք ցանկացել եք պատժել։ Ես առարկում եմ Ես իրականում պատվարժան դատանքներ եք իհարկե, ես եւս չեմ հասկանում ինչ դատավարական պրոցեսի մեջ են գտնում, դրա համար ենթադրաբար ինչ-որ միջնորդության ներկայացման հասկացվի, որովհետեւ չեմ հասկանում դատավարական ինչ փուլ է հիմա տեղի ունենում, որովհետեւ կա ուղիղ քրեական դատավարություն, որը գրքի 3-րդ 11-րդ հոդվածով նախատեսված հարցերի քննարկում, որոնցից որևէ կետի տակ կարծես թե չի ընկնում այս փուլը, դրա համար իմ համար առնվազն անհասկանալի է։ Շնորհակալություն, բարգավաճի հասկանալի։ Շարունակեք։ Պատվարժան դատարան, դրանից հետո մենք այնպիսի տպավորություն ունենք, որ դուք ուզում եք պատժել պարոն Ղուկասյանին եւ այդ դրան է ուղղված այդ ձեր գործողությունները եւ որոշումը եւ այս պայծրությամբ նաեւ ես ձեզ դատարանին երկու գրավոր դիմում եմ ներկայացրել, ուզեցել եմ ծանոթանալ բարույթում առկա գործի նյութերի հետ, մասնավորապես որոնք արդեն իսկ երբ դուք եք ընդունել գործի բարույթը։ Այդ հատորի հետ եմ ցանկացել ծանոթանալ, դրա հնարավորությունն է ինձ չի ընձեռվել, որովհետև ասվել է, որ դա կարող է տեղի ունենալ միգուցե ուրբաթ օրը, այսպես, այսինքն անորոշ պատասխան է տրվել, մինչդեռ դուք նաև որպես դատարան կողմին զրկել եք հավասարության սկզբունքից եւ այստեղ տեսեք, ես ինչու եմ ուզում ծանոթանալ գործի նյութերի հետ, ամսի 5-ին դուք որոշում կայացրեցիք պարոն Ղուկասյանի խաբհման միջոցը թողնելով նույնը, թեպետ նրան, որ մենք ձեզ ներկայացրել ենք բավական ծանրակշիռ հիմքեր, որոնք կապված են պարոն Ղուկասյանի կալանքի անհամատեղելիության հետ, նրա առողջության հետ կապված խնդիրների։ Այդ որոշումը մենք չենք ստացել։ Բացի այդ, դուք որոշում կայացրել եք, որ իմ միջնորդության հիման վրա եւ գտել եք դա բանավոր եմ ես իմացել այդ մասին, որ բավարարվել է մասնակի, այդ որոշումը նույնպես մենք չենք ստացել։
Բացի այդ, ես ձեզ 2025 թվականի դեկտեմբերի 17-ին միջնորդություն էի ներկայացրել կապված պարոն Ղուկասյանի նկատմամբ քաղաքական հետապնդման հետ։ Այդ քաղաքական հետապնդման հետ կապված հիմքերի եւ նրա կալանքի տակ պահելու հետ, այդ մասին նույնպես ես որոշում չեմ ստացել։ Պատվարժան դատարան, ես ստիպված եմ ևս մեկ անգամ առարկել փաստաբանի գործողությունների դեմ։ Տեսեք, պատվարժան դատարան, սա քրեական դատավորություն է, այստեղ ելույթներ ունենալու տեղ չի, էլի սա բարձրապես։ Հիմա խնդրում եմ պարզաբանել ինչ փուլում ենք գտնվում, ինչ միջնորդություն ենք լսում, թե դժգոհություն ենք լսում, թե ինքնաբացարկի միջնորդություն ենք լսում։ Իմ համար անկեղծ ասած հասկանալի չի իրական։ Դատարանի համար, այսպես ասած, հաշվի առնելով ներկայացված դիրքորոշումների ընթացքը ենթադրաբար բացարկի միջնորդություն եք պատրաստում ներկայացնել։ Այո, պատրաստում եմ, բայց հիմա ես խնդրում եմ այդ հայտարարություններս ես անում եմ, որովհետև դուք մեր կողմին, հասկացա՞մ, դուք մեր կողմին զրկել եք հավասարության պայմաններից։ Այսինքն, դուք կայացրել եք 3 որոշում, եւ այդ որոշումները կայացվել են շուրջ 2 շաբաթ առաջ, մեկն էլ կայացվել է, այն որոշումն էլ եք դուք մերժել 17-ին, բայց այդ որոշումը նույնպես չեք տրամադրել։ 17-ի որոշումը ներողություն էլի արդեն ներկայացնում եք այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Դեկտեմբերի 17-ին քննության առարկա է դարձվել մեղադրել նկատմամբ կիրառված խափանմիջոցի հարցը, ինչպես նաև փորձաքննության նշանակման վերաբերյալ հարցը։ Ինչպես նաև 2 հավելյալ միջնորդություններ էին եղել պայմանների հետ կապված պարոն Ղուկասյանի եւ քաղաքական հետապնդման հետ կապված։ Թողնենք դատարանը պատասխան։ Դատարանը իր որոշման արձանագրել է, որ համապատասխան հանգամանքներին ավելի ճիշտ համապատասխան բոլոր հանգամանքներին որոշման անդրադարձ կատարվել է։ Այդ որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան, վերաքննիչ դատարանը թողել է օրինական ուժի մեջ։ Ինչ վերաբերում է փորձաքննության նշանակմանը, ստացվել է փորձագետի եզրակացությունը, դեռևս հասցեագրվել է պաշտպանության կողմին։ Ինչ վերաբերում է դատարանի կայացված մյուս որոշումներին, ապա հարկադրաբար ներկայացնելու մասին որոշումը դարձյալ հասցեագրվել է կողմերին ուղարկվել է։ Ինչ վերաբերում է խափանմիջոցի առնչությամբ դատարանի նախկինում կայացված որոշմանը, ինչպես նաև լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշմանը, ապա դա դեռևս չի հասցեագրվել կողմերին, դատարանը արձանագրում է, որ վաղն առավոտյան երբեք դրանք ուղարկվել թե պաշտպանության կողմին, եթե ցանկություն կա կարող եք արձագանք ունենալ, թե համապատասխան դատաբժշկական գիտագործնական կենտրոնին։ Սա այդ հանգամանքների հետ կապված դատարանը արձանագրում է նաև, որ ինչ վերաբերում է հավասարության ինչ-որ պայմանների խախտմանը կամ դες հնարավորություն չընձեռելուն, դատարանը վերստին ընդգծում է, որ քրեական գործը եւ որ ստացվել է դատարանում կազդուրված հատորները հիմնականում ծանոթագրերի եւ դրությունների բնույթ ունեն, դատարանը որևէ կաշկանդվածություն չունի դա որևէ կողմի ներկայացնելու համար, ուղղակի դատարանը իր աշխատակազմի միջոցով դες փոխանցել է, որ դրանք դեռևս կարված համարակարգված վիճակում չեն գտնվում, դրանք պատրաստ կլինեն եւ ուրբաթ օրվա ընթացքում դες ծանոթացման կներկայացվեն։ Այս դատարանը արձանագրում է, որ ձեր պաշտպանության իրավունքի իրացմանը որևէ խոչընդոտ կամ գործունեներին ծանոթանալու հետ կապված որևէ խոչընդոտ առնվազն դատարանը որևէ կերպ չի հարուցել։ Այսինքն ես լիովին ճիշտ եմ հասկանում, որ դատարանը 2 շաբաթ է մերժել է որոշմամբ պարոն Ղուկասյանի կալանքի հետ կապված հարցը, այսինքն կալանքից չի ազատել, որոշել է մերժել մեր միջնորդությունը, բայց այդ միջնորդությունը ամսի 5-ից ներառյալ այսօր եւ պարզ չի մենք չունենք։ Այսինքն անհապաղ անձին տրամադրել իր հիմնարար իրավունքների հետ կապված որոշումը, որը նա հնարավորություն ունենա բողոքարկի արդյունավետորեն, դուք չեք տրամադրել։ Այո, դեռևս որևէ կողմի հասանելի չի դարձել։ Այս մեկը այդպես։ Իսկ ինչ վերաբերում է ես ձեզ լրացուցիչ փորձաքննության վերաբերյալ միջնորդություն չեմ ներկայացրել դատարանին։ Ես ներկայացրել եմ կրկնակի փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդություն։ Մենք իմացանք բանավոր,
որ դուք որոշել եք լրացուցիչ փորձաքննություն անցկացնել։ Այսինքն ձեր դիտարկմամբ դուք ինչ ներկայացնեք, ինչ բովանդակության միջնորդություն ներկայացնեք, դատանը պարտավոր է այդ նույն կերպ ոչ։ Ներեցեք, դուք ասել եք մասնակի եմ բավարարում, բայց ես մասնակի ձեզանից ոչ մի խնդրակ նման չեմ ներկայացրել։ Այսինքն, եթե հենց դա եմ ասում, եթե դուք տրամադրած լինեք նաև մեզ այդ մերժման կամ մասնակի մերժման որոշումը, դա մեր համար պարզ կլիներ, ինչու է կայանում ձեր մերժման այդ դիրքորոշումը, բայց քանի որ դա չեն ստացել, ուղղակի բանավոր դատարանից լսել ենք, որ մասնակի է բավարարում, ես հասկանում եմ, որ ես կրկնակի փորձաքննություն նշանակելու միջնորդություն էի արել, իսկ դուք բավարարել եք դա մասնակի։ Ձեր գործընկերների կողմից հնչեցվել է նաև լրացուցիչ փորձաքննության նշանակման միջնորդության։ Ներեցեք, ես իմ միջնորդության մասին էի խոսում։ Ես իմ միջնորդության, իմ գործընկերները դրա առանձին միջնորդություն լրացուցիչի վերաբերյալ չեն արել։ Մենք արել ենք մի միջնորդություն, որին միացել են իմ գործընկերները կրկնակի վերաբերյալ։ Համակարգիչ են իրենց գործընկերոջ ճշտում ընտրել ենք նշանակի կրկնակի փորձակ։ Եթե դատանը գտնի, որ այն ենթակա է մշտման, նոր քննարկել լրացուցիչը։ Հիմա եթե դատանը որ միջնորդություն քննարկելու լրացուցիչի վերաբերյալ չի եղել։ Հիմա հետևյալն է։ Դատանը վստահ եմ